Ինչպես կգնահատեք այն փաստը, որ Ալիևը չի գնացել ֆաշիզմի դեմ հաղթանակի միջոցառմանը Մոսկվայում։ Սա պետք է գնահատեն նախ եւ առաջ ռուս գործընկերները։ Ես կարող եմ ասել, որ Ալիևը շրջաբանի տվայտանքների մեջ է հայտնվել Արցախը գրավելուց հետո, եւ սա Ալիևի հերթական հստակ քայլն է, որ ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը։ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է։ Եվ քանից է ճիշտ է Պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը, որ նշում էր, որ ռուս ժողովրդի ամենահավանական, ամենաարդյունավետ դաշնակիցը դա հայ ժողովուրդն է։ Իսկ մեր համար էլ մեր ամենաարդյունավետ դաշնակիցը դա մեր ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել, որ դրա մասին պատգամել է մեր մեծն հայ Գարեգին Նժդեհ, ով ասել է, մեջբերում եմ ռուսերեն. Для армянского народа единственным, естественным союзником является великий русский народ. Միջազգային իրավունքի տեսակետով ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անկախտելի մաս։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2021 թվականի նոյեմբերին, հավելելով. Հայաստանը ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ հաշվի առնելով այդ հանգամանքը միջազգային իրավունքի տեսակետից Լեռնային Ղարաբաղը եւս Ադրբեջան է։ Ռուս քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների եւս մի քանի հայտարարություններ կներկայացնենք, որոնք արվել են 2020 թվականին եւ պատերազմին հաջորդած տարիներին։ Մենք գիտակցաբար թույլ տվեցինք, որ Արցախի դեմ պատերազմ բռնկվի։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլին 2021 թվական հոկտեմբեր։ Մոսկվայի հյուրասենյակներում քննարկում են, որ Հայաստանը կամ դատապարտված է վերադառնալ դեպի Ռուսաստան, կամ դատապարտված է։ Մարգարիտա Սիմոնյան 2020 թվական սեպտեմբեր։ Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետև ողջ Ռուսաստանը։ Հակահայ ելույթներով հայտնի ռուսաստանյան քաղաքական գործիչ Սերգեյ Կուրղինյան 2020 թվական նոյեմբեր։ Ղարաբաղում Թուրքիայի հետ համատեղ իրականացրեցինք բարդ օպերացիա։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու 2021 թվական մարտ։ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք պատկանում են իրեն։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրով 2023 թվական փետրվար։ Այս իմաստով թերևս ամենատպավորիչը մեր իշխանական հասարակական գործիչներից Ալեքսանդր Դուգինի խոստովանությունն էր։ Դուգինը 2021 թվականի ապրիլին հայտարարեց. Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադառնալ Ղարաբաղ։ Այժմ հերթը Բաքվին է, միանալ ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին։ Եթե չլիներ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Թուրքիան ի վիճակի չէին լինի վերադարձնել Ղարաբաղը։ Բազմաթիվ են փաստերն ու ապացույցները, որոնք աղաղակում են այն մասին, որ Հայաստանի ողրիմ թշնամին ռուս-թուրքական տանդեմն է։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, տեսա բազմաթիվ մեղադրանքներ որոշ քաղաքագետների, քաղաքական գործիչների կողմից Նիկոլ Փաշինյանի հասցեն այն բանի համար, որ գնացել է Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն, եւ հիշեցի, որ այդ նույն քաղաքական գործիչները նախորդ անգամներում, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել է Ռուսաստանի Դաշնություն, կրկին մեղադրում էին, քննադատում էին, թե ինչու է գնացել, բայց դրանից հետո օրինակ որոշումներ կայացվեց, որ Զվարթնոցից պետք է դուրս գան ռուս սահմանապահները, Հայաստան-Իրան սահմանային անցակետից պետք է դուրս գան ռուս սահմանապահները, Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերից ռուս զինվորականները ու սահմանապահները դուրս եկան։ Եվ դրանից հետո այդ հայանպաստ որոշումներից հետո, որոնք որ կայացվեցին Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումների արդյունքում, այս մեղադրողներից ոչ մեկ ներողություն չխնդրեց, ոչ մեկ պատասխանատվություն չունեն իրենց խոսքի նկատմամբ եւ չեն ասում օրինակի համար մենք սխալվել ենք, որ քննադատում էինք, մենք սխալվել ենք, որ մեղադրում էինք, թե ինչու է գնում Ռուսաստանի Դաշնություն, որովհետեւ պարզվեց, որ դրանք Հայաստանի Հանրապետության շահի համար են։ Մի կողմից դա, մյուս կողմից մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ ու բարենային լուրջ կախվածության մեջ է Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ այն նույն քաղաքագետները կամ քաղաքական գործիչները, որոնք որ ասում են
մեր ազգը տարիների ընթացքում սովորել է կարանք առանց գազել լինենք, առանց հացել լինենք, կպայքարենք եւ այլն, այդ նույն քաղաքական գործիչներից շատերը արտասահմանում ունեն տներ, ունեն մեծ հնարավորություններ եւ հարկ եղած դեպքում հանգիստ թողնելու են այստեղից գնալ։ Իսկ դժողը լինելու է ժողովուրդը։ Եվ իրենք պատասխանատվություն չեն կրում։ Իրենք ընդամենը քաղաքական միավորներ են փորձում վաստակել այս ամենից։ Եվ նույն ձև օրինակ այդ մարդիկ չեն զլանում ամեն անգամ միայն քննադատել, բացասական էներգիա փորձել արտադրել, սենց ասեմ։ Նույն ձև Վրաստանին, երբ օրինակ մեղադրում են, ասում են, Վրաստանի իշխանությունները, ռուսամետ իշխանություններ են եւ այլն։ Վրաստանը իր առջև ունի Ուկրաինայի օրինակը։ Վրաստանը ինքը չի ուզում այնպես ստացվի, որ ինքը եւս 100,000-ավոր զոհեր տա, տարածքի մեծ մասը կորցնի, որովհետեւ ինքը տեսնում է, որ աշխարհում դեռևս որևէ պետություն չի կարողանում, որևէ ուժ չի կարողանում Ռուսաստանին համոզել հետ կանգնել իր նպատակից։ Այն է Ուկրաինայի տարածքի մի զգալի հատվածը վերցնել, ստիպել Ուկրաինային, որպեսզի չմիանա Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին, եւ մենք դեռևս չգիտենք Ուկրաինայի ճակատագիրը ինչ է լինելու։ Մեր բախտը բերել է այնքանով, որ մենք Վրաստանի կամ Ուկրաինայի պես չունենք ընդհանուր սահման Ռուսաստանի Դաշնության հետ։ Բայց դա դեռևս երաշխիքներ չէ, որովհետև նույն տարածաշրջանն ենք Վրաստանի հետ, որովհետև մեծ կախվածություն ունենք։ Հարգելի հայրենակիցներ, ես այդ քաղաքական գործիչներին ոչնչով չեմ տարբերակում այն նույն քաղաքական գործիչներից, ովքեր որ պատրաստվում էին Արևմտյան Հայաստան հետ բերել կամ Կարս Արդահան գնալ գրավել։ Վերջի վերջո մենք պետք է հասկանանք, որ որքան էլ որ հակառակորդը փորձի քեզ վնասել, դու պետք է փորձես ընդհանուր լեզու գտնել, որովհետև պատերազմի արդյունքում դա կլինի տնտեսական պատերազմ, ռազմական գործողություններ, թե ինչ ուզում է լինի, չենք շահելու, դրանից չենք շահելու, պետք է անընդհատ բանակցել, պետք է անընդհատ խոսել, պետք է անընդհատ ընդհանուր շահեր գտնել։ Վերջի վերջո նույնիսկ մեզ արևմտյան պետություններն են դա խորհուրդ տալիս։ Այնպես չէ, որ իրանք մեզ ասում են դուրս եկեք ՀԱՊԿ-ից, դուրս եկեք ԵԱՏՄ-ից։ Իրենք շատ լավ հասկանում են ու իրենք պատասխանատվություն են կրում իրենց խոսքի համար, դրա համար ասում են մենք չենք կարա ձեզ խորհուրդ տանք, այս ինչ բանը անեք։ Այն ժամանակ արեք, երբ որ պատրաստ կլինեք։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջ է տանում Հայաստանի Հանրապետության շահերը, չի ցանկանում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կանգնի շատ լուրջ խնդիրների առջև, եւ հենց այդ պատճառով էլ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը առաջիկայում չհայտնվի ստիպողաբար միութենական պետության մեջ կամ որևէ ծանր իրավիճակում, պետք է անընդհատ խոսել, անընդհատ բանակցել, անընդհատ ընդհանուր շահեր գտնել, Հայաստանի շահը առաջ տանել, ինչպես արվել են նախորդ այցերի ընթացքում Ռուսաստանի Դաշնություն, երբ ռուս սահմանապահները դուրս եկան Զվարթնոցից, Իրանի հետ սահմանից, Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերից, եւ առաջ տանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Սա է ամենը։ Եվ նորից եմ կրկնում, պետք չէ ընդամենը ուշադրություն դարձնել այն կեղծ հայրենասիրական խոսքերին, թե բա մենք կարանք ինչ ուզենք անենք, Եվրոպան մեր հետ է, ԱՄՆ-ն մեզ կպաշտպանի, Ռուսաստանը ով է, սա հենց ունենց, Ռուսաստանի Դաշնության հետ հաշվի են նստում բոլորը, եւ մենք պետք է ճիշտ բանակցությունների, ճիշտ քաղաքականության շնորհիվ փորձենք առաջ տանել մեր շահերը, որն էլ վերջին տարիներին բավականին մեծ հաջողությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, կհանդիպենք։